Հանուն Հոր և Որդու և Որդու Սրբով, ամեն։ Եվ մինչ ծովակը ալեկոծվում էր ու փոթորկվում, ահա տեսան Քրիստոսին, որ քայլում էր ջրի վրայով և գալիս իրենց մոտ։ Սարսափեցին ու զարհուրեցին, մտածեցին, թե ուրվական են տեսնում։ Եվ Տերը նրանց տագնապը հանդարտեցրեց, խաղաղեցրեց և ասաց. Ես եմ, մի վախեցեք։ Պետրոսն ասաց. իսկ եթե դու ես, ասա ինձ, որ ես քո մոտ գամ։ Ասաց արի։ Տիրոջ այս հրամանին, արարչական այս պատվերին հնազանդվեց Պետրոս առաքյալը, դուրս եկավ նավակից ու սկսեց ջրի վրայով քայլել գնալ Տիրոջ մոտ։ Բայց երբ աջ և ձախ նայեց, տեսավ, որ ինքը ջրերի վրա է, բաց ծովի մեջ է, մերկ ոտներով քայլում է, սարսափեց ու սկսեց սուզվել։ Տերը ձեռքը մեկնեց, վերցրեց Պետրոսին, դուրս եկավ նավակը և նավակն էլ դուրս եկավ ցամաք։ Քրիստոս ասաց. ինչու թերահավատեցիր։ Իրապես Տերը այնպիսի բաներ է ցույց տալիս, որ գերբնական են այս աշխարհի օրենքներից, բնության օրինաչափություններից վեր, որտև քայլում էր ջրի վրա, ցույց տալով, որ իր մարմինը թեթև է, թեպետ մարմնավոր ամբողջ քաշը ուներ, բայց աստվածային զորությունը թեթևացրել էր նրա մարմինը։ Այդպես էլ արդարները երկնքի արքայության մեջ թեթև մարմիններ պետք է ունենան, պետք է կարողանան սավառնել այնտեղ, որտեղ կամենան։ Տերը փակ դռներով մտավ վերնատունը, կնքված գերեզմանից հարություն առավ, անխախտ պահելով ուսությունը ծնվեց մորից, այս բոլորով ցույց տալով իր մարմնի թափանցելիությունը, այսինքն, որ կարող է մարմնով լինել, անցնել պատեր և այնտեղ, որտեղ կամենա։ Այդպիսին կլինեն նաև արդարներն ու սուրբերը երկնքի արքայության մեջ։ Տերը իր մարմնի անապականությունը ցույց տվեց, երբ վերնատանը վերջին ընթրիքի ժամանակ բաշխեց իր մարմինն ու արյունը աշակերտներին և ասաց. սա է կենաց հացը, որ երկնքից է իջում և կյանք է պարգևում ճաշակողներին։ Այդպես էլ անապական ու սուրբ պետք է լինեն մարմինները արդարների երկնքի արքայության մեջ, չեն փտի, չեն ապականվի, այլ հավիտյան, անապական, սուրբ, անաղարտ կլինեն, ինչպես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարմինն էր անապական ու սուրբ։ Այսպիսի սքանչելի հատկություններ ցույց տվեց Տերը իր մարմնի և լրումն էր կարծես նրա սքանչելի պայծառակերպությունը, որտև պայծառակերպության ժամանակ լուսավորվեց Տիրոջ մարմինը, արեգակից էլ ավելի լուսավոր եղավ և ցույց տվեց Ադամի առաջին կերպարանքը և արդարների վերջին կերպը ահեղ դատաստանից հետո երկնքի արքայության մեջ հավիտենական կյանքում։ Այսպիսի լուսավոր ու գեղեցիկ կլինեն արդարների մարմինները, ինչպես Քրիստոսի մարմինն էր պայծառակերպության ժամանակ։ Տերը այս ավետարանական դրվագում մի քանի հրաշքներ գործեց, նախ քայլեց ջրերի վրայով, հանդարտեցրեց փոթորիկը, խաղաղեցրեց ալիքները, Պետրոսին քայլել տվեց ջրերի վրայով և ինքն էլ նավակի հետ հանդերձ դուրս եկավ խաղաղ նավահանգիստ։ Իմաստ, խորհուրդ և նպատակ ուներ Տիրոջ ջրերի վրա քայլելը և առաքյալների նավակով ընթանալը ու դուրս գալը ցամաք։ Եկեղեցու սուրբ հայրերը շարականների մեջ
այս աշխարհը կոչում են ծով, ինչպես Մեսրոպ Մաշտոցն է ասում, ծով կենցաղույս հանապազ զիս ալեկոծե, աշխարհի ծովը ինձ միշտ ալեկոծում է։ Իրապես մենք աշխարհի ծովն ենք դուրս գալիս առաջին նավահանգստից և վերջին նավահանգստից էլ հեռանում ենք այս աշխարհի ծովից։ Առաջին ափը ծննդյան օրն է։ Նավը մեր մարմինն է, որ մեր հոգին դրվում է մեր նավի մեջ, մարմնի մեջ և սկսում է ընթանալ ծովակով։ Ափը, առաջին ափը խաղաղ է, որովհետև մանկության օրերը քաղցր են ու անուշ է, բայց որքան մենք ընթանում ենք նավակով ծովակի մեջ, այնքան խորանում ենք ծովակի մեջ և վտանգները, ծովի խորությունը, ալեկոծությունը, փոթորիկն ու ալիքները խանգարում են մեր ընթանալը և անընդհատ վտանգի մեջ են։ Եվ այդպես էլ ծովակի մեջտեղում երիտասարդության, պատանեկության տարիներին և մինչև ծերությունը ծովակի մեջ ալեկոծություն է և ներքուստ ու արտաքուստ վտանգ կա, որովհետև ներքուստ միշտ ալեկոծության մեջ ենք, արտաքուստ էլ տեսնում ենք ալիքներն ու փոթորիկները, որ միշտ վտանգում են ընթացքը նավակի։ Այդպես էլ այս աշխարհում, երբ մարդը դուրս է գալիս խաղաղ նավահանգստից, մանկությունից հեռանում է ու երիտասարդության ու միջին տարիքին է հասնում, աշխարհը սկսում է ալեկոծել նրա մեղքերով։ Նախ ներսից է ալեկոծությունը, այսինքն մեղքի գայթակղությունը, խղճի խայթերը, և այս ալեկոծությունը չի հանդարտվում, եթե մարդը մեղքերից չհրաժարվի։ Խիղճը անընդհատ տանջում է մեղավորին, կեղեքում է ներսից։ Դրսից ալեկոծությունը երբեմն հանդարտվում է, երբեմն ուժեղանում է, բայց ներսի ալեկոծությունը մեղավորի մոտ երբեք չի հանդարտվում։ Այսինքն խղճի խայթը երբեք չի դադարում, եթե ոչ զղջումով, խոստովանությամբ ու ապաշխարությամբ։ Արտաքին փորձությունները երբեմն ուժեղանում են, երբեմն թուլանում են, ինչպես այս աշխարհի կարգն է։ Եվ ոչ ոք վստահ չէ, որ իր նավակը կհանձնի նավահանգիստ։ Այդպես էլ ոչ ոք վստահ չէ այս աշխարհում, որ խորին ծերության կհասնի և դուրս կգա ծերության նավահանգիստում։ Միգուցե խորտակվի հենց ծովի ալիքների մեջ, հենց մեջտեղում ծովակի, այսինքն հենց երիտասարդության և հենց ուժերի զորության ժամանակ։ Եվ ինչպես նավակը ծովով ընթանում է և հետքը չի երևում, այդպես էլ այս աշխարհի կյանքն է։ Մենք գնում ենք, անցյալը մոռացանք, նավահանգիստը թողեցինք ու եկանք, ներկան մի կերպ ենք տեսնում, մի տարվա ընթացքն ենք հիշում և մտաբերում։ Առաջն ապագան չենք տեսնում, որտև հեռու է մեզանից։ Այդպես էլ այս ծովն է, որ մենք աշխարհով ընթանում ենք, մեր նավը գնում է և հետքը ջնջվում ու վերանում է։ Մարդկանց հիշատակն էլ այս աշխարհից ջնջվում ու վերանում է իրենց ընթացքի հետ, ինչպես նավն է ընթանում, բայց այս բոլորով հանդերձ Տիրոջ համար ամեն ինչ հայտնի է։ Տերը լավ գիտի մեր ծննդյան օրը, մեր նավի ընթացքը, մեր նավի հետքը և մեր նավի ավարտը շատ լավ գիտի։ Ուրեմն մենք էլ պետք է խնդրենք, որ Տերը զորացնի մեզ, ալեկոծությունն ու խռովքը ծովի վերանա, ինչպես առաքյալների համար վերացրեց, իջավ նրանց նավակը, իջնի մեր հոգին և մեզ էլ
հանի խոր ծերության մեջ խաղաղ նավահանգիստ։ Ամեն